Պարոն Ալեքսանյան, եւս մեկ անգամ ասում եմ, լրագրողի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն անընդունելի է։ Անընդունելի է նաեւ եղել Լևոն Քոչարյանի օգնականի վարքը, որի մասով ես տվել եմ իմ գնահատականը եւ շատ իմ գործընկերներ տվել են իրենց գնահատականը եւ նաեւ հատուկ ընդգծում եմ, որ ի տարբերություն մյուս բոլոր դեպքերի այդ դեպքով իրավապահները գործել են խիստ օպերատիվ։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել Սարգիս Հովհաննիսյանը փողոցում ծեծեց Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը, ՊՊՑ ծառայության ղեկավարը, փողոցում ծեծեց լրագրողներին, կամերան վնասեց, բայց որևէ գործ չի հարուցվել։ Ճիշտ եք ասում, մենք հապաղել ենք, որ էթիկայի հանձնաժողով չենք ստեղծել, երբ որ ազգային ժողովի նախագահ թքեց քաղաքացու վրա։ Շատ ճիշտ եք ասում, մենք թերաց այդ դեպքով թերացել ենք։ Մենք շատ դեպքերում ենք թերացել, երբ որ Արթուր Հովհաննիսյանը եկել էր ու իրեն խուլիգանի պես էր պահում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ, ճիշտ եք ասում, որ լռեք, որ մենք այդ ժամանակ չենք ստեղծել էթիկայի հանձնաժողով, ճիշտ եք ասում։ Դուք ձեզ կարգիրավիրեք եւ մի ընդհատեք ինձ, այ հիմա էլ եք ձեզ արդեն պահում, ոչ հարիր։ Անջատեք խոսափողը Տիկին Թովմասյանի։ Տիկին Թովմասյան, կարող եք հետևել իմ հրահանգներին։ Խնդրում եմ հարգելի գործընկերներ, դադարեցրեք քննարկումը։ Տիկին Թովմասյան, խնդրում եմ պատգամավորների հասցեին խոսելիս որակումներ, ձևակերպումներ վիրավորական չհնչեցնել եւ խոսել ըստ էության, ոչ թե վիրավորանքներով։ Հատուկ Արթուր Հովհաննիսյանի համար։ Մյուս անգամ չփորձեք խոչընդոտել, երբ որ ես խոսում եմ։ Հանգիստ լսեք եւ լսեք նաեւ քննադատություն ու փորձեք վերանայել ձեր վարքագիծը։ Պարոն Արշակյան, այստեղ ես կանգնած եմ, դուք անջատում եք իմ խոսափողը, այս ինչ վարքա ընդհանրապես, զեկույց եմ ներկայացնում եւ տեսակետ հայտնելու իրավունք ունեմ, դուք չեք ստեղ խմբագրելու ինձ, դուք այստեղ նախագահող եք եւ դուք պիտի ռեկլամներ դադարեցրեք, դուք խմբագիրը չեք, այս ինչ վարքա է։ Երբ որ դուք պատգամավորին վիրավորական արտահայտություն։ Ես դուք չեք լսում ձեր խմբակցության քարտուղարի վարքագիծը։ Ուրեմն երբ որ նույնական վերաբերմունք կլինի, նոր կասեք։ Հիմա դուք լսելու այդ խնդիր ունեք։ Դուք չեք կարողանում լսել։ Ես լսում եմ եւ ես ձեզ արձագանքեցի ու հիմա ես շարունակում եմ իմ խոսքը։ Մի հատ խնդրում եմ անջատեք Տիկին Թովմասյանի խոսափողը, որովհետեւ ինքը չի կարողանում լռել եւ լսել։ Տիկին Թովմասյան, ուրեմն լսեք։ Եթե դուք ուզում եք հանգիստ շարունակել ձեր խոսքը եւ ես չընդհատեմ որպես նախագահող եւ չապահովեմ ստիպված նիստի նորմալ ընթացքը, ապա խնդրում եմ զերծ մնալ վիրավորական արտահայտություններից պատգամավորների նկատմամբ եւ ձեր խոսքերը չափավորել։ Հիմա չեմ ուզում կրկնել թե դուք ինչ եք ասել, բայց համոզված եմ որ դուք կգնաք հետ կտաք ձեր YouTube-ը եւ կլսեք թե ինչի համար եմ ձեզ ընդհատում։ Եվ հիմա խնդրում եմ դասեր չտալ եւ իմ նիստը վարելու վերաբերյալ գնահատականներ չտալ, զերծ մնալ նման գնահատականներից, սա ուղղակի բարի խորհուրդ ձեզ եւ շարունակել ձեր պատասխանը падգամավորի հարցին։ Այժմ խնդրում եմ թույլ տվեք, որ պատասխանի падգամավորի հարցին Տիկին Թովմասյանը վերականգնելով նրա ժամանակը։ Համեցեք։ Եվս մեկ անգամ ասում եմ, որ որևէ մեկի խորհրդի կարիքը չունեմ, առավել եւս ձեր, առավել եւս բարի խորհրդի։ Այս ի գիտություն։